Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել են քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանին։ Բարև ձեզ, պարոն Աբովյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Աբովյան, ուզում եմ սկսենք Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունից։ Կառավարության ղեկավարը այսօր կրկին խոսել է սահմանադրության փոփոխության մասին, հայտարարելով, որ նոր սահմանադրության տեքստը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն։ Որքանով է սա ձեզ համար հասկանալի եւ ինչպես կարող է ինքնիշխան երկրի սահմանադրությունը ունենալ տարածաշրջանային նշանակություն։ Շնորհակալություն հարցի համար, ըստ էության այսօր կառավարության նիստում հաստատվեց այն, ինչի մասին շատ երկար ժամանակ խոսում ենք, ինչը կատաղի հերքում էր այս իշխանությունը, այսինքն սահմանադրության խնդիրը առաջ է բերվել թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից եւ առհասարակ մենք պետք է հասկանանք ինչումն է այդ պահանջը։ Պահանջը Ադրբեջանի հանդեպ տարածքային հավակնությունների մեջ չկա սահմանադրության մեջ այդպիսի ինչ-որ մի դրույթ, հա, կարող ենք երկար միջազգային իրավունքից խոսանք, բայց չկա։ Փոխարենը կա Ադրբեջանի պահանջ, համաձայն որի ճիշտ Ադրբեջանի նախագիծ, իսկ սահմանադրության փոփոխման պահանջը դա դրույթներից մեկն է Հայաստանի Հանրապետության ապապոնտաժման եւ տեղում արևմտյան Ադրբեջան կառուցելու։ Այսինքն, երբ որ ասվում է, որ սահմանադրությունը կունենա տարածաշրջանային նշանակություն, մենք պետք է հասկանանք, որ սահմանադրությունը, հա, կունենա ազդեցություն տարածաշրջանում գործընթացների։ Տրամաբանենք, առանց ինչ-որ, գիտեք, պիտակավորման կամ ինչ-որ ելևէջների։ Եվ երկրորդ փուլով ստացվում է, որ մինչ այդ Հայաստանը իր գոյությամբ խոչընդոտ էր, հա, տարածաշրջանի։ Ըստ էության Հայաստանի Հանրապետության իշխանությունը լինելով թուրք-ադրբեջանական տանդեմի կոլաբորացիոնիստ, այսինքն կատարածու կամ շահերը պաշտպանող, հա, իշխանություն, որը ըստ էության բացարձակապես կապ չունի Հայաստանի Հանրապետության կենսական եւ պետական շահերը պաշտպանելու, առաջ մղելու կամ նվազագույնը, հա, ղեկավարելու հետ, մենք գալիս ենք մի պարզ տրամաբանության, որ այո, այնինչ այսօր հայտարարվել էր կառավարության նիստում, դա տրամաբանական է, դա ցավով եմ արձանագրում, ընդհանրապես իրողությունների արձանագրում է։ Ձեր նշած գործընթացի սկիզբն է, այսպես կոչված Սկիզբը չի, իրանք քանզի սպասարկում են թուրքերի եւ ադրբեջանցիների շահերը, ապա այդ շահերից բխում է Հայաստանին զրկել կարևորագույն, եթե ոչ ամենակարևոր, հա, մի գործոնից, դա Հայաստանի Հանրապետության անձնագիրն է, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրություն, դե լավ ծննդական վկայական է, այսպես ասենք։ Պատկերացրեք, որ ձեր հարևանը ձեր ինչ որ ձեզ պահանջում է, որ դուք ձեր ծննդականը փոխեք, որովհետև համաձայն ձեր ծննդականի ձեր տան իրավունքները գալիս են ձեր հայրիկից, պապիկից, նախապապերից։ Հիմա ինքը ասում է փոխիկ ու սահմանադրություն, այսինքն փոխիկ ու ծննդականը, եւ ես գամ եւ զավթեմ։ Այն, որ այս իշխանությունը հետեւողականորեն տանում է Հայաստանի Հանրապետությունը դեպի ապամոնտաժում, իրենք դա չեն էլ թաքցնում, որովհետև հիշենք նույն Նիկոլ Փաշինյանի արտահայտությունը, ինչ որ բան պետք է քանդել, որ հետո կառուցել։ Հիմա իրանք քանդում են Հայաստանը, տեղը կառուցելով, ըստ էության իրավական հիմքեր ստեղծելով նվազագույնը արևմտյան Ադրբեջան կառուցելու համար։ Պարոն Աբովյան, երեք նաև հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը թուրք լրագրողներին հարցազրույց է տվել հայկական կողմի նախաձեռնությամբ եւ մեր պետբյուջեի հաշվին։ Վերջիններս նաև հայ հարկատուների հաշվին 3 օր շրջագայել են Հայաստանում, Մարգարայի անցակետ են այցելել եւ այլն։ Ինչպես է գնահատում այս իրողությունը եւ ձեր համոզմամբ հարցազրույցը առ այս պահը ինչու չի հրապարակվում։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության իշխանությունը ի սկզբանե իր պրոթուրքական 5-րդ Շարասյան կողմից, թուրքերի կողմից, հա, միգուցե միասին ես առայժմ զերծ կմնամ ինչ-որ բան 100%-ով, հա, առանց փաստագրական տվյալների պնդել, բայց այնուամենայնիվ առաջ էր մղում ժամանակին հետևյալ թեզը. Ղարաբաղը տանք հանգիստ ապրենք, Ղարաբաղը տվեցին, Արցախը հանձնեցին ոչնչացման, ուզում եմ առանձին ընդգծել, գիտակցելով դա։ Սա գիտակից քայլ էր այս իշխանությունը։ Պրահայի հայտարարության մասին է խոսքը։ Ոչ միայն մինչև Պրահա, մինչև 2020 թվականը ստեղծել առավելագույն բարենպաստ պայմաններ Ադրբեջանին եւ Թուրքիային Արցախը օկուպացնելու համար եւ Հայաստանի Հանրապետության ստրատեգիկ զանգվածներ օկուպացնելու համար։ Չմոռանանք Հայաստանի հարավը եւ հյուսիսը ու ճանապարհները նվազագույնը ըստ էության այս իշխանության ձեռքերով
վերահսկվում են, նշանառության տակ են։ Այո, վերահսկվում են ուղիղ նշանառության տակ են, Գորիս-Կապան ճանապարհը հիշենք, որը մինչ այսօրս մենք հստակ պատասխան չենք ստացել, ինչի համար է հանձնվել, հիշենք այդ վիժվածքածին ինչ որ մի գործընթաց, որը անվանում էին դեմարկացիա դելիմիտացիա, որի արդյունքում Ադրբեջանը ստացավ վերահսկողություն արդեն հյուսիսի, այսինքն միտումնավոր այս իշխանությունը ստեղծում է մի իրավիճակ, որի պայմաններում Հայաստանի կենսական գոյության հեռանկարները գնալով նվազում են։ Սա հետևողական աշխատանք է։ Մոռացեք մի պահ իրենց խոսքերը եւ այլն, այսինքն Պրահան դա տրամաբանական ըստ էության դե յուրե ֆիքսումն էր այն գործընթացի, որ իրենք արել էին։ Ինչ վերաբերվում է իշխանությանը, ապա ինքը տեսնում է իր թե անձնական անվտանգության, թե առհասարակ իրենց գոյատևման միակ երաշխիք Հովանոց, ինչպես կցանկանաք, Թուրքիան եւ Ադրբեջանին։ Եվ իրենց քաղաքականությունը կառուցված է հետեւյալ տրամաբանության շուրջ։ Կապ չունի ինչպես կանվանվի այն տարածքը, որտեղ իրենք դրածո իբր իշխանություն կլինեն թուրքերի կամ ադրբեջանցիների կողմից։ Կարևոր է իրենք լինեն այդ իշխանության, որովհետեւ իրենք շատ լավ հասկանում են այն արարքները, որոնք իրենք արել են եւ որոնք իրենք ակնկալում են անել։ Բոլոր հորոմ տատու հեքիաթները իրական Հայաստան, չգիտեմ ինչ, սահմանադրություն, իրենք միտված են ընդամենը մի հարց լուծելու համար։ Զրկել Հայաստանի Հանրապետությունը իրավական հիմքերից Հայաստանի Հանրապետության, այսինքն ծննդականը ճղեն գցեն գետնին, պայմանական ասելով։ Եվ հաշվի առնելով բոլոր այդ իրենց, չգիտեմ, հիմնավորումները ուղղակի sense մտածում ես, ասում ես կամ էս հիմնավորումները գրվել են միտումնավոր անմեղսունակ մարդկանց համար, որովհետև շատ ուշադիր ուսումնասիրել է, այդ իրական Հայաստանի կոնցեպտը, որը դոկտրինը, եւ որ մարդիկ չեն հասկանա, ինչի իրանք չարաչար սխալվում են, եւ այս պարագայում այո, իրական Հայաստան դոկտրինը հավասար է Արևմտյան Ադրբեջան դոկտրինի, այսինքն դա նույնն է, պարզապես մեզ չեն ասում Արևմտյան Ադրբեջան, հաշվի առնելով մարդկանց զգայունությունը այս հարցի պայթելու են, տեսեք, մեզ տանում են ընդ որում 2018 թվականից դեպի սպանդանոց։ 18 թվականի սկզբին շատերը մարդիկ, շատ-շատերը ուղղակի հրաժարում էին հավատային այս գործընթացի քաղաքական ուժերը եւ այլը լրիվ ազնիվ մղումներով փորձելով ինչ-որ բան անել։ Անցավ ընդամենը 1-2 տարի եւ թե քաղաքական, թե սոցիալական, թե բոլոր դրույթները, երբ որ համադրում ես, ստանում ես, որ այո, այդ մարդիկ սպասարկում են Հայաստանը ոչնչացնող ուժերի, ոչնչացումը ցանկացող ուժերի շահերը։ Սա այլևս աքսիոմատիկ ճշմարտություն է։ Այլ խոսք, որ իրենք Հայաստանի ոչնչացումը հիմնավորում են, օրինակ, չգիտեմ, հների պայքարի հետ, այսինքն ասում են, եթե չեք ուզում նախկինները վերադառնան, ըստ էության դա են ասում, պետք է Հայաստանը ոչնչացվի։ Եթե չեք ուզում կոռուպցիա լինի, ուրեմն Հայաստանը պետքա հայ ժողովուրդը պետքա հայ ազգը պետքա դառնա ժողովուրդ։ Եթե չեք ուզում լինի պատերազմ, ապա պետք է թուրքի սրի տակ կզած նստեք, միգուցե թուրքը ձեզ չսպանի։ Ու չերաշխավորելով որ դա կլինի։ Չէ, ինչ երաշխավորելը, տեսեք, ամենաստոր ունենք գործունեությունը, որ այս իշխանությունը, այլ ճիշտ փիլիսոփայությունը, որ այս իշխանությունը դրել է իր գործունեության ներքո, դա վախն է։ Այսինքն, բացի վախի մթնոլորտից իրենք ուրիշ ոչ մի գործիք չունեն։ Երբ որ ասում են սահմանադրություն փոխենք, խոսքս հիշեք, հեսա ձեր տաղավարում եմ ասելու։ Թուրքական 5-րդ շարասյունը յան ազգանուններով sense թեզա գցելու, եթե չանենք պատերազմա լինելու։ Նույնը մենք լսում ենք Արցախի մասով, նույնը մենք լսում ենք դեմարկացիա դելիմիտացիայի մասով, որը դեմարկացիա դելիմիտացիա չէ, այսինքն մշտապես վախի մթնոլորտի գեներացումը զուգահեռաբար կերակրելով մարդկանց, փորձելով ալ ճիշտ հիմա կերակրել կոռուպցիա, հաներ, նորեր, մի հատ իրանց հələ հակած կապացները նայեք, մի հատ իրանց քշած մեքենաները նայեք, մի հատ իրանց կերած խմած ռեստորանները նայեք։ Ուղևորությունները բյուջեի հաշվին։ Տեսեք, այս մարդիկ, քանզի շատ լավ հասկանում են ինչ են անում, իրենք ունեն ներքին որոշում,
կյանքից վերցնել ամեն ինչ իմ եւ ձեր եւ մեր հեռուստադիտողների երեխաների կյանքի հաշվին, որովհետեւ ոչ ինձ ապետ, ոչ ձեզ ապետ, որ սրանք դե վերջը փախնելու են, չէ՞, ինչ որ չգիտեմ, Բրյուսելներում, Վաշինգտոններում կամ Փարիզներում մեմուարներ գրեն, թե ինչի իրանց մոտ չստացվեց։ Այն որ այս իշխանությունն ունի սկզբունքային որոշում սպասարկել Թուրքիա եւ Ադրբեջանի շահերը, որոնց մեջ մտնում է Հայաստանի Հանրապետության ապամոնտաժումը եւ հայ ժողովրդի նվազագույնը կամ դուրս մողումը տարածաշրջանից կամ ոչնչացումը, դա ակնհայտ է։ Ընդ որում իրենք չեն էլ թաքցնում դա։ Այլ խոսք, որ հիստերիկ, ընդ որում անձերին չի վերաբերում առհասարակ, հա, քաղաքական առումով հիստերիկ ճվճվալով չի էլի։ Դու զգալի շո բաներ պատմել էլի եմ կրկնում, ես չեմ անձնավորում, ոչ մեկին չի վերաբերում սա։ Սա վերաբերում է քաղաքական նոմենկլատուրային։ Ես մի այլ հարց կարող եմ առաջ մղել, որ ամեն ինչ կդնի իր տեղը։ Դե լավ, ենթադրենք կան մարդիկ, մասնավորապես իշխանության մեջ, որոնք կարծում էին, որ կարելի է Թուրքիայի հետ պայմանավորվել եւ այլն։ Դե կան, չէ, տարբեր հոգեկան շեղումներով մարդիկ, կան շիզոֆրենիկ, պարանոիկ, տարբեր։ Հիմա էլ հայտարարում են Թուրքիան թույլ չի տա, որ Ադրբեջանը մեր դեմ պատերազմ սկսի, նույն ձեր նշած շրջանակները։ Եկեք, ոչ ես եմ հոգեբան, ոչ դուք ըստ երևույթի, մենք հոգեկան շեղումները այսօր չքննարկենք, էլի։ Փորձենք նայել խորքը խնդրի, որովհետև երբ որ սկսենք հոգեկան բաները քննարկել, մի քիչ ուրիշ մասնագետ պետք է հրավիրեք, ինքը բացատրի։ Եվ շատ երկար կզրուցենք։ Հիմա տեսեք, ինչ են իրանք ասում։ Ենթադրենք իրանք հավատում էին դրան, չստացվեց։ Հիմա հարց է ծագում, բա սոցիալական ժողովրդին բռնաբարում այլ խոսք չես կարող գտնես, ինչով է բացատրվում։ Ինչի համար պայմաններ է ստեղծվում, որ մարդիկ ելնեն գնան Հայաստանից։ Ինչի համար հարկերն են բարձրացվում, որ մարդիկ ելնեն գնան Հայաստանից։ Այն պարագայում, երբ որ պետական պարտքա հասել է, չգիտեմ, տիեզերական մակարդակի։ Ինչի համար բյուջեի, հա, օրինակ լցնելը հիմա այդ բեռը դրված այն մարդկանց վզին, ովքեր իրենց բերել են իշխանության։ Ինչի համար սրանք հետաքրքրված են իմ ձեր բոլորի, դե լավ, ինձ եւ ձեզ դնենք մի կողմ։ Օրինակ գյուղերում ապրող մարդկանց գումարը ինչի են իրանք ուզում իմանան այդ մարդու ձեռը ինչքան փող կա։ Ընդ որում ստում են եւ մեկ անգամ ստում են։ Սուտն ու վախը իրենց գործիքն է հիմնական։ Հիմա այդ հայտարարագիրը Ժորժ ջան, այդ հայտարարագիրը դա աբսուրդ է։ Դա ինչի համար են այդ ինստիտուտը դնում։ Ասում են պետական աջակցությունը առավել հասցեական անելու համար։ Ստում են, դե ինչպես միշտ ստում են, պետական աջակցություն իրենք առանց դրա էլ տան, իրանք բոլոր տվյալները ունեն, պետք չի մարդ իր ձեռով գնասի, թե իր օրինակ ամուսինը կամ որդին, որը սրանց երեսից ստիպված լքել է Հայաստանը եւ աշխատում է արտագնյա երկրում, գումարը ուղարկի ինչի համար է այդ գումարը հարկում։ Դու ես պայմանը ստեղծել այդ մարդուն, որ ինքը Հայաստանում է աշխատում։ Դե լավ, նույն Հայաստանի աշխատողին է։ Դու քո ինչ գործ մարդու ձեռը ինչ գումար է գալի, օրինակ հայրը իր որդուն գումար է տալի կամ ամուսինը իր տիկնոջն է գումար տալի։ Քո ինչ գործ։ Միայն մեկ բացատրություն կա դրան, ստեղծել սոցիալապես անելանելի իրավիճակ, մարդիկ պարզապես գնան եւ սա տեղավորում է թուրք-ադրբեջանական կրկին վերադառնալով մեր խոսքի սկզբին արևմտյան Ադրբեջան ձևավորելու կոնցեպտի մեջ։ Ու նաև անհասկանալի է, որ նախընտրական տարում է այս ամեն ինչ արվում, ցանկացած adekvat կառավարություն կխուսափի։ Իրանք adekvat չեն, իրենք աշխատում են թուրքերի վրա, թուրքը ինչ ասում է, անում է, թուրքին էլ տենց հետաքրքիր չի։ Չնայած այո, ես համոզված եմ, ավելի շուտ նախընտրական փուլին Թուրքիան եւ Ադրբեջանը աջակցություն իրենց կցուցաբերեն որոշակի ինչ որ գործընթացներով։ Հնարավոր է Թուրքիան սահմանը բացի, ինչ որ այդ մարգարեի անցակետը երրորդ երկրների քաղաքացիների համար, իսկ երրորդ երկրների քաղաքացիները կլինեն ադրբեջանցիներ, սրանք էլ սա մեծ հաղթանակ կներկայացնեն։ Միգուցե Ադրբեջանի հերթապահությունը իջնի զուգահեռաբար կրկին վախի մթնոլորտ գեներացնելով։ Պետք չի երկար բարակ վերլուծել այս ամենը, պետք է հասկանալ մի բան։ Այ ուղիղ նայելով տեսախցիկին, հարգելի հեռուստադիտողներ, ձեզ պարզապես հարց տվեք։ Դուք ինքներդ ձեզ, ինձ էլ մի լսեք։ Ինչի համար Թուրքիա եւ Ադրբեջանի խոսքերը եւ քայլերը միանգամից համընկնում է Հայաստանի Հանրապետության խոսքերի եւ քայլերի մեջ, նույնիսկ մանրուկ որակավորումների մեջ։ Ինչի համար։
Երբ որ նույն Թուրքիան, Ադրբեջանը հետապնդում են այն նպատակները, որի մասին ես նոր հնչեցրեցի, միջալոց այդ նպատակները շատ պարզ եւ ուղիղ նկարագրված են Արցախի օկուպացված Շուշիում ստորագրված հռչակագրի ներքո Ալիև-Էրդողան, հա, որտեղ շատ պարզ եւ հստակ ամեն ինչ ես նոր խոսում էի նկարագրված, այսինքն սա ասեկոսներ չեն, ինչ որ ինտերնետից տեղեկություն չի։ Այլ խոսք, որ մարդիկ հրաժարվում են կան ինչ-որ մարդկանց զանգված, պարզապես գլխի մեջ չի տեղավորվում։ Սա կոչվում է օնկոսինդրոմ, երբ որ Աստված բոլորի տնից տեղից հեռու, ով էլ Աստված ոչ անի հիվանդ է, առողջություն, միանգամից ասեմ, բայց կա sense մի բան, օնկոսինդրոմ, երբ որ մարդ իմանում է, որ քաղցկեղ է, առաջինը գիտեք ինչ, ինքը չի հավատում նրան։ Սկսում է վազվզել բժիշկներով։ Մի քանի տեղ ստուգվել։ Հա, նույն վիճակում ենք երկրի մակարդակով, այո, քաղցկեղ է երկիրը։ Եվ այդ քաղցկեղը խժռում է երկիրը, բղավելով, որ ինքը շատ է սիրում օրգանիզմը, որը ինքը խժռում է, այսինքն մարդկանց։ Այլ որակավորում տալ այս աբսուրդին, որին մենք ականատես ենք, հնարավոր չի, եւ այստեղ կարող եմ մեջբերել միայն մի բան, հասկանում եք, մարդիկ իրականում հոգնել են, ես կրկնում եմ, ստից։ Մարդիկ ճշմարտություն են ուզում, ճիշտ են ուզում, այսինքն ճիշտը ոչ թե ինչ որ փողոցային բառապաշար, ճիշտ ճշմարտություն, որտեղ մարդկանց խաբել չի կարելի։ Դու կարաս շատ երկար մարդկանց խաբել, անverջ չի ստացվի, հիմա սրանք քարկապն են ընկել։ Եվ այդ քարկապի մեջ հիմա, գիտեք, հիստերիկ ձղաջկումների մեջ պատեպատ իրար խփելով, ինչ որ իրենք իրենց հերքերով Range Rover եմ, ես իմ ինչ անում, ես իմ ինչ են, ախր ստի եւ վախի ժամանակացույց շատ սահմանափակ է։ Մարդ կարա սոված ապրի, մարդ կարա սոցիալապես անապահով լինի, բայց մշտապես վախի ու ստի մեջ ինքը չի մի օր տարակում է։ Եվ հույս ունեմ, որ այդ ներքին պայթյունը, հա, մարդկանց մեջ, ամեն մեկի մեջ ինքը արդեն իրականացել է կամ հայ-հայը իրականանալու վրա է։ Այո, ճշմարտություն, ճիշտ եւ կարող եմ ասել ավելին, մարդիկ կարոտ են ճշմարիտ Հայաստանի, ճիշտ Հայաստանի, այս sense ասենք, ճիշտ Հայաստանի իրականում կարոտ են։ Եվ այստեղ կրկին անձերից եւ քաղաքականությունից այս կողմ կուսակցություններից, չգիտեմ ինչից, դնենք մի կողմ էլի սա։ Դա կենսական պահանջ է։ Ախր գիտեք խնդիրը ինչու՞մն է։ Սրանք համոզված են, որ մարդիկ ապուշ են։ Լուրջ եմ ասում։ Եվ չարաչար սխալվում են, մարդիկ ապուշ չեն։ Միանշանակ։ Եվ մարդիկ իրենց հետևությունները շատ շուտվանից արել են, պարզապես սրանք հիմա քանի որ հասկանում են կամ իրանք իրենց մեջ են որոշը, որ իրենց գոյության միակ երաշխիքը այն իշխանական աթոռներն են, որոնց սրանք ատամներով կպել են ու հա սոսնձվել են ու իրենք կարծում են, որ դա ավերժ է, ոչ, խիսրանց նմաններն են, ինչ-որ մի պահ եկել։ Ոչ մի իշխանություն հավերժ չի վերջո։ Դե իրենք հրաժարվում են դա հասկանալ, դե թող հրաժարվեն, ինչ ասեմ, համենայն դեպս մարդիկ հետևությունները արել են։ Կրկին կրկնում եմ, ինչի համար սոցիալապես քերում են մարդկանց, ծորկում են, գիտեք, ոնց է գազերը ոնց է ծորկում, դրանք են ծորկում են։ Նույնիսկ այն մարդկանց, իսկ ոչ թե նույնիսկ այն մարդկանց, այն հիմնականում այն մարդկանց, ովքեր սրանց անձնուրաց հավատում էին։ Անձնուրաց, աչքերը չռած ասում էին, ու ես հասկանում եմ այդ մարդկանց։ Հերները անիծին, արա սաղի։ Սենց բան հասկանում եք, ունիկալ ուղղակի իրավիճակ է։ Ուղղակի ունիկալ իրավիճակ է։ Թե չէ, իրենց թվում է ապրում են կնես մի մեծ ահռելի մեծ պետությունում, որ ոչ մեկ տեղյակ չէ, չի տենում, թե իրանք ինչ են անում, ինչ գործընթացների մեջ են առհասարակը քաղաքական կամ ոչ քաղաքական։ Գժվելու բան է, բայց դե ինչ ասեմ, ավելի քան համոզված եմ, մարդիկ իրենց հետևությունները արել են։ Թե հիմա դա երբ կարտահայտվի, ինչպես տեսեք, կարտահայտվի։ այստեղ ամենակարևորը հասկանալ մի բան է, այդ հետևությունները մի բան է, բայց մենք ունենք խնդիր հանրային համերաշխության ձևավորելու։ Որտեղ իշխանության միակ եւ անհերքելի գործիքը վախն է, որը բերում է պարակտմանը ըստ էության, հա։ Եվ
այո, հանրային համերաշխություն, սրանք սարսափում են հանրային համերաշխությունից, որովհետև որ վարքյանին հանրային համերաշխություն եղավ, միանգամից այս իշխանությունը ինքը դառնում է մարգինալ մի խմբակ, չնայած ինքը հիմա էլ մարգինալիզացված է մաքսիմալ ձևով, բայց այնուամենայնիվ այդ ժամանակահատվածում շոշափելի է դա դառնալու։ Պարոն Աբովյան, ուզում եմ անդրադառնանք նաև Բաքվում ապօրինաբար պահվող մեր պատանդների խնդրին, վերջին շրջանում նաև տեսնում ենք, որ նրանք ֆիզիկական բռնությունների են ենթարկվում, անձամբ Հայաստանի կողմից բավարար քայլեր նկատում եք այս մարդկանց օր առաջ հայրենադարձելու համար, թե ինչպես շատերն են պնդում, այս մարդիկ թողնված են Բախտիկ հմահաճույքին եւ ոչինչ չի արվում։ Ոչ թե Բախտիկ հմահաճույքին, ոչ, ելի եմ կրկնում, բոլոր, ուրեմն նախ խնդիրը, տեսեք, սրանք ինչ են արել այս իշխանությունները։ Իրենք պատանդներին, որոնք գտնվում են Բաքվում, հատուկ բերել են սիրել չսիրելու դաշտ, այսինքն այս ինչ մարդն է, սրան սիրենք, սրան չսիրենք, ոչ։ Բաքվում դատվում են յան ազգանով մարդիկ, ովքեր ամեն մեկը իր թերություններ եւ առավելություններով, բայց այնուամենայնիվ լումա են ունեցել այ հիմա մեզ դիտող հեռուստադիտողի կյանքի եւ ընտանիքի անվտանգությունը ապահովելու համար։ Եվ Հայաստանի Հանրապետության անտարբերությունը, պետական պաշտոնական անտարբերությունը, որը բացատրվում է կրկին հիմարագույն ինչ-որ մի թեզերով, եկեք ձեն չանենք, վատ չլինի։ Դե մարդկանց սպանում են, դու ասում ես, արի ձեն չհանենք, սպանում են, այո։ Չեն խոսում, որ չվնասենք։ Ստում են, չեն խոսում, որտեղ իրանց ասվել է նույն Բաքվից չխոսեն։ Ընդհանրապես այսքանը։ Եվ այստեղ պետք է շատ հստակ եւ պարզ ուղիղ հասկանալ։ Գոյություն ունի հայ ազգ, Հայաստանի Հանրապետություն, իր դարդերով, իր ցավերով, իր արժանապատվությունով, իր պատվով, ի վերջո, հա, որովհետեւ ես համաձայն եմ այն թեզի հետ, որ Բաքվում ես բոլորս են դատում։ Եվ դատում են ոչ թե Արցախի кейսի համար, դատում են, որ մենք հայ ենք։ Այդ դատաստանը, լինչի դատաստանը, մենք տեսել ենք 91 թվականին, 88 թվականին Սումգայիթ, Մարաղա, մենք տեսել ենք Բաքու, հա, ջարդերը, մենք տեսել ենք 1905 թվականին, 1897 թվականին, 1915 թվականին վերջապես։ Այս ամենը մենք տեսել ենք եւ Հայաստանի Հանրապետությունը քանզի կրկնեմ կոլաբորացիոնիստ իշխանությունը, այսինքն կամա ակամա չեմ խորանում, բայց այնուամենայնիվ սպասարկումը Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը, ինքը իհարկե Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերից չի բխում, որ նվազագույնը մեծ շուխուրը լինի այս գործընթացի ներքո, բայց չարաչար սխալվում են։ Իսկ ձեզ համար հասկանալի է այն հրճվանքը, որը իշխանության աջակիցների մի հատվածը ապրում է մեր հայրենակիցների տառապանքները տեսնելով։ Յուրաքանչյուր հասարակության մեջ, յուրաքանչյուր, հա, կա մի հատված, որը կոշտ տեղեկատվական տերորից կամ տերորի ներքո, հա, շղարշ է իր առջև կախում։ Ես ցավում եմ, որ մարդիկ ուրախանում են, որովհետև վաղ այդ մարդիկ նույն ձև ստիպված են լինելու ուրախանալ իրենց երեխաների տանջանքներից, երբ որ Թուրքիան եւ Ադրբեջանը Աստված ոչ անի, ես չեմ հավատում դրան, բայց այնուամենայնիվ կփորձի ինչ-որ բան իրականացնի։ Ստեղ խնդիրը անձերի մեջ չի։ Խնդիրը այն մարդկանց մեջ չի, ովքեր հրճվում են կամ ուրախանում են կամ դատապարտում են։ Մարդ ունի իրավունք իր կարծիքը հայտնելու։ Խնդիրը նրանումն է, որ պետք է խորացված ավելի լինել։ Այո, ես հասկանում եմ, տեսեք, շատ միգուցե ոչ պոպուլար բան ասեմ, բայց ես հասկանում եմ որոշ մարդկանց որ թողնունքը, երբ որ պատանդների պահով, հա, ովքեր հիմա Բաքվում են, մարդիկ առանձնացնում են, ես սկսում են անվանական, չգիտեմ, քննադատել եւ այլն, բայց մենք պետք է ավելի գլոբալ նայենք, ստե անունների խնդիրը չի։ Այստեղ իրականում անունների խնդիրը չի։ Անկախ այս մարդկանց նկատմամբ ունեցած մեր վերաբերմունքից։ Եթե արել են հանցագործություն, այո, տեսեք, ես կարծում եմ, որ ոչ, բայց այնուամենայնիվ, եթե այդ մարդիկ ասում են, որ այ սենց բաներ են արել, մեր պատվի խնդիրն արտանցնել են, աստե իրավական ինչ գործընթաց ուզում ես արած, դա չի հարցը։ Հարցը նա է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը այսօր փորձում են այս դատավարությամբ հիմնավորել Հայաստանի, հայերի, Արցախի ոչնչացումը եւ Հայաստանի ապագա ապամոնտաժումը, որովհետեւ երբ որ դատավարության ժամանակ օրինակ, հա, իրանք դե պարզ է դի դատավարություն չի, դատաստանը
խոսքա գնում օրինակ Հայաստանի մասին, իրենք հիմք են ստանում, ասելով այդ տեսեք, այս մարդիկ օրինակ, հա, ստեղեն մենք քննեցինք, հասկացանք, որ Հայաստանն է դեստրուկտիվ, ուրեմն եկեք Հայաստանը վերացնենք եւ դարձնենք Արևմտյան Ադրբեջան։ Սա մի քանի շերտանոց գործընթաց է, շատ պրիմիտիվ են բացատրում, բայց այնուամենայնիվ դա է հիմքում ընկած։ Եվ այո, եթե նվազագույնը ինտելեկտուալ եւ մտավոր համակարգում մենք չենք դիմադրում, ապա մենք ունենալու ենք լրջագույն խնդիրներ, մենք արդեն այդ խնդիրները ունենք։ Վերջին շրջանում տեսնում ենք, որ Բաքուն նաեւ Հայաստանի իշխանություններից պահանջում է Հայաստանում գտնվող այսպես կոչված ռազմական հանցագործներին իրականում առաջին պատերազմի մասնակիցներին արտահանձնել։ Ինչ եք կարծում, այս պահանջը եւս կբավարարվի ձեր նշած Ես ոչ մի բան չեմ բացառում, պարզապես հարգելի հեռուստադիտողներ, նույնիսկ այն մարդիկ, ովքեր աջակցում են այս իշխանությանը, իմացեք մի բան, յուրաքանչյուր մարդ, ով գետ մեկ անգամ եղել է Արցախում, յուրաքանչյուր մարդ, ով ես չեմ ասում նույնիսկ պատերազմին մասնակցողներ, քաղաքացի։ Այո, նույնիսկ այն մարդ, ով գրառում է արել ինչ-որ, հա, Արցախի դրոշում, յուրաքանչյուր մարդ, ով յան ազգանուն է կրում եւ չկա չէ՞ տես մարդ, որը ներգրաված չէ, ինքը հանցագործ է համաձայն Ադրբեջանի տեսլականի։ Եվ այո, Ադրբեջանը ըստ էության ինչ է պահանջում։ Ինքը պահանջում է 3 միլիոն հայ արտահանձնում, այսինքն պահանջում է իշխանություններից, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնաոչնչանա, այսինքն մի քանի ուղղությամբ են պահանջում։ Տեսեք, սահմանադրություն, այսինքն իրավական նորմեր։ Այս դատաստանը հոգեբանական ճնշում։ Հայաստանի վրա ճնշում գործադրել տարբեր այլ միջոցներով, օրինակ գեներացնելով սուտ լուրեր իբր սահմանի վրա կրակոցներ են։ Այսինքն Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները ունիսոն իրար հետ պասերով խաղում են վախի ստի մթնոլորտ ձևավորելու նպատակով։ Եւ այնինչ դուք նշեցիք, դա գործընթացների էլեմենտներից են ընդհանրապես։ Այսինքն չի կարելի հատվածային նայել, մենք պետք է ընդհանուր առմամբ հասկանանք եւ ընդհանուր առմամբ նայենք, այլ որ մենք դա կնայենք, այդ պարագայում ամբողջ պատկերը ակնհայտ է։ Ես ուզում եմ, որ մենք ճիշտ հասկանանք այսօրվա մեր զրույցի իմաստը։ Ես իմ առջև խնդիր չեմ դնում փնովեմ, քննադատեմ իշխանությունը, ոչ մի պարագայում։ Սա ընդհանրապես իրողության եւ ճշմարտության, հա, այն արգասիքն է, այն իրականությունն է, որը կա։ Եթե նույնիսկ մարդիկ հրաժարվում են տեսնել քաղցկեղը կամ փթախտը, քաղցկեղը ու փթախտը դրանից չի վերանում։ Կմեկը մնում է եւ շարունակում է խժռել օրգանիզմը։ Նույնը այս պարագայում։ Ասեմ ավելին, եթե մարդիկ կարծում են, որ օրինակ, եթե իրենք չեն ընկալում կամ իրենց համոզել են Թուրքիան եւ Ադրբեջանին որպես թշնամի, շտապեմ իրենց տխրացնել։ Մենք երբեք իրենց թշնամի չենք ընկալել։ Իրանք են մեզ ընկալում թշնամի։ Իրանք են մեզ ընկալում որպես էթնոքաղաքական էլեմենտ, որը պետքա վերանա, ինչպես ընկալում են ալավիներին հիմա Սիրիայում, որտեղ ցեղասպանություն է իրականանում։ Նաև հայեր են սպանվում։ Այո, նույն վերցնենք եզդիներին, մեր եզդի քույրեր եղբայրներին, որոնց զանգվածաբար կրկին Թուրքիայի ձեռքերով Սինջարում, Շանղալում երբ որ կոտորել էին, ընդ որում եզդի քույրեր եղբայրները մեր հետ այնքան ընդհանրություն ունեն, ուղղակի սարսափում ես, երբ որ կարդում ես այդ տաղանդավոր մեծատանչ ժողովրդի բախտի մասին, ինչի համար ես եզդիներին, ալավիներին, հա, ես չեմ համեմատում եզդիներին, ալավիներին, եզդիները մերն են, մեր ջիգարն են, մեր անունն են, մեր արունն են, մեր մի կտորն են, բայց այնուամենայնիվ ինչի համար համեմատականներ եմ անցկացնում, շատ պարզ պատճառով, ինչի համար մենք սրբորեն համոզված ենք, որ դա մեզ չի սպասում։ Մեկը կարա ռացիոնալ ձևի բացատրի։ Եթե ինչ-որ մեկը համարձակվի ասի, որ աշխարհը թույլ չի տա, ոնց է իմ աշխարհը թույլ տալի։ Դե լավ, Իսրայելը Գազան վերացրեց։ Ուղղակի բնաջնջեց։ Մեկը ձեն հանեց։ Ժամանակին Արցախի դեպքում էլ էին ասում թույլ չեն տա։ Այո, հիմա մարդիկ կան ասեն, դե ինչ անենք, պարտվել ենք, բա ոնց թե ինչ անենք, պարտվել ենք։ Ոչ թե պարտվել ենք, այլ մեզ բերել են այս պարտության շեմին եւ այս պարտության գործընթացի, եւ ինչ անելը, այո, պետք է կներեք։ Սա գիտեք ինչի նման է, ոնց որ մարդ, օրինակ, կրկին ստիպված են բժշկական օրինակ բերել, մարդ հիվանդանում է, հա, ու հրաժարվում է բուժվի։ Ասում է, ինչ անեմ, դե հիվանդացել եմ, պետք է մեռնեմ։ Չխոսեմ հիվանդության մասին։ Համ չխոսամ հիվանդության մասին, չբուժվեմ, որովհետև կարող է չէ,
Դե հիմա ինչ անեմ, հիվանդացեմ, ասում ես, այ ընկեր, դեղ պետք է խմեմ, ես պետք է սրսկվես, չէ, ասում ինչ ես խոսում։ Եթե սրսկվես, կարող է նախքին բժիշկ կգա, նախքինները գան ջուր սրսկել։ Այս հիմարությունը ինքը դառել է ցավոք ներքաղաքական հայկական խոսույթի հիմքը։ Բայց մի լավ նորություն էլ ունենք։ Մարդիկ այլևս չեն լռելու։ Իրականում չեն լռելու, մարդիկ այլևս չեն հանդուրժելու այն անասնացման գործընթացը, որը այս իշխանությունը գեներացրել էր մարդկանց հանդեպ եւ բավական է դուրս գալ պարզապես փողոց, քայլել, կլինի դա գյուղ, հեռավոր, թե քաղաքի կենտրոնը Երևանի, թե Գյումրին, թե Վանաձորը, պարզապես մի քիչ քայլել եւ վստահաբար դուք կլսեք վստահաբար մարդկանց կարծիքը։ Վերջին հարցումներով 11.8% վարկանիշ ունի իշխանությունը։ Ես մեծ վերապահում եմ առհասարակ հարցումներին վերաբերվում, որովհետև չէ, կասկածի տակ չդնելով այս կամ այն հարցում իրականացնող կազմակերպությունը, ես ավելի շատ վստահում եմ իմ անձնական տպավորություններին եւ ուղղակի պարզապես մարդկանց հետ շփվելու։ Ես ասեմ ավելին, կար ժամանակ, երբ որ կային մարդիկ, ովքեր իմ կողմից շատ սիրված, հարգված, իմ ընկերներս ինձ ամոթանք էին տալիս, ասում են գեդինը մտնես, բա դու չես ամաչում, ես սուրբ մարդկանց ես քննադատում։ Գիշեք հələ թերևս մինչև պատերազմը 19-20 թվականներին։ Այո, կոշտ քննադատության էի ենթարկում ու լավ էի անում։ Ներողություն, հա։ Սա մասնագիտական մի քիչ բան էր, բայց այնուամենայնիվ անցավ մի ժամանակ, ասում են, արա հայ էլի, ասում ժողովուրդ ջան, դու տենց է դա։ Իշխանությունը սիրուն աղջիկ չի, ես սիրեմ կամ չսիրեմ, հա, կամ սիրուն տղա չի, ինչ որ մեկը սիրի, հա, կանայք սիրեն կամ չսիրեն։ Իշխանությունը դա ընդհանրապես մի համակարգ է, որը կամ աշխատում է, կամ չի աշխատում, կամ աշխատում է թշնամու շահին։ Դրեք մի կողմ բոլոր իրանց խոսքերը, հայտարարություն, դրեք, մոռացեք։ Փաստերի վրա հենվեք։ Իսկ երբ որ ասում են, բա խեղճերը ինչ անեն, օրինակ չէ, հաճախակի չէ, լսում են, մեղք են, խեղճ, հա մեղք են, խեղճ են, թողել են գնան մեղք չխեղճերը։ Դուք եք մեղք չխեղճերը։ Այ դուք, այ հիմա որ ինձ նայում եք, դուք մեղք ու չխեղճերը գոնե դիմադրության իրավունք ունենանք այն արհավիրքին, որը մեր գլխին կախված է կացնի ձևով, թուրքական կացնի ձևով, որ այսօր մեզ փորձում են համոզել, որ դա հովանոց է թուրքական, ոչ թե կացին։ Գժվան սրանց ձեռը արդեն։ Ես իրականում սենց նայում եմ, ասում եմ, դե լավ, ինչքան կարելի է մարդկանց համարել անմեղսունակ մասը։ Եվ պարոն Աբովյան, Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատում հաջորդ շաբաթ Արցախի հարցով քննարկումներ են սպասվում, նաև ակնկալիքներ կան, որ բանաձև կընդունի Շվեյցարիայի օրենսդիր մարմինը։ Ինչպես եք սա գնահատում եւ եթե անձամբ հատկապես բանաձև ընդունվի, դա մեզ ինչ կարող է տալ, երբ գիտենք Հայաստանը այս հարցը առհասարակ իր օրակարգից հանել է։ Տեսեք, Հայաստանը ըստ էության հայկական հարցերում եւ հայկական շահի պաշտպանման գործընթացում դարձել է կոնսենսուս -1 միջազգային հանրության համար, կլինի դա Եվրոպա, կլինի դա Ռուսաստան, կլինի դա Միացյալ Նահանգներ, թե կլինի դա Իրան։ Ինքը իրան դուրս է հանել։ Իրան դուրս է հանել абսուրդ է հիմարության, հա, կանխավարկածը դնում մի կողմ, բայց ինքը իրականում իրան դուրս է հանել։ Արցախի խնդիրը տարածքային խնդիր չի, Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում եւ նույն շվեյցարացիները, որ մի հատ արտահայտություն կա, սատանի մայլեն քանդրբազություն չեն անում, իրենք շատ լավ դա հասկանում են։ Եվ այո, Արցախի ժամանակավոր կորստից հետո միանգամից առաջ մղվեց արևմտյան Ադրբեջան թեզը, այսինքն Հայաստանի Հանրապետության մասնատումը։ Նույն եվրոպացիները, ռուսները, ամերիկացիները, իրանցիները որքան էլ ինչ տարաձայնություն ունենան, իրենք շատ լավ հասկանում են, որ Հայաստանի Հանրապետությունը դա միակ էթնոքաղաքական միավորն է տարածաշրջանում, որը զսպում է թուրքական էքսպանսիան, Ադրիատիկ ներողություն, միջերկրական ծովից մինչև Չինաստանի սահման, որը ձեռնտու չի բոլոր խոշոր խաղացողներին։ Եվ այո, իրենք փորձում են հայկական գործոնը ուժեղացնել։ Հայկական գործոնը ուժեղացնել։ Ես դες մի այլ օրինակ բերեմ, Իրանում օրինակ, հա, հայկական համայնքը
լիովին լիարժեք իրավունք ունի Արցախ բառ արտահայտել, հասկացեք Դավիթ, մենք ինչ մակարդակի ենք հասել։ Մենք ներողություն ենք խնդրում Արցախ ասելու համար։ Դե եկեք մենք չէ, իրենք։ Վերցնենք Իրանը, վերցնենք Միացյալ Նահանգները, հա։ Արցախի անվանումով փողոց կա, մարդիկ, Արցախի որքան տեղյակ եմ ինչ այսօր գործում են որոշակի կառույցներ, հա։ Վերցնենք Ռուսաստանը, Ռուսաստանի տարբեր ռեգիոններում պարբերաբար Արցախի հետ կապված միջոցառումներ են իրականացվում։ Այսինքն ամեն պետու Եվրոպան վերցնենք, Ֆրանսիան չեմ ասում, Շվեյցարիան չեմ ասում, Գերմանիան չեմ ասում, ուժեղ process է։ Այսինքն տեսեք, նույնիսկ աշխարհակաղակական ելևէջների ներքո խոշոր խաղացողներ իրենք մեկ այս պահը փորձում են հայ իրան շահերից դուրս գալով։ Բայց նորմալ է, մենք էլ ենք չէ հարաբերվում շո մի պետության հետ մեր շահերից դուրս գալով։ Փորձում են այս հարցը պահել կենսունակ, որովհետև հասկանում են, այդ հարցը կենսունակ չեղավ, Հայաստանի Հանրապետություն չի լինի։ Չի լինի, որովհետև խնդիրը Թուրքիայի եւ Ադրբեջանի Արցախը չէր եւ Արցախը չի։ Խնդիրը ձևավորել աշխարհակաղակական մի իրավիճակ, երբ որ իրենք կմիավորվեն եւ կձևավորեն այնինչ իրենք անվանում են մեծ պանոսմանական պրոյեկտ կամ պանթուրանական պրոյեկտ, որը փաստաթղթավորված է արդեն իրենց միջպետական պայմանագրերի մեջ։ Սա է կարևորը։ Իսկ որ փալանը, որ ասում են թուրքական փալանը մեջներին կապած դուրս են գալի աչքերը չռած մարդկանց խափում են, փառքասույմը արդեն դա էլ չի աշխատում։ Պարոն Աբովյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանի հետ։ Կհանդիպենք։